Երեմիա 10:23 Մարդու ուղին իրենից կախված չի եւ նա ի վիճակի չի տնօրինելու այն։ Մարդը ինքը իրան օգնել չի կարող, անգամ ինքը չի իմանում իր լավն ու վատը։ Մենք եթե ասում ենք, չէ, երեխեքի համար, մենք այս իր լավն ու վատը չի իմանում, բայց եթե մենակ երեխեքին չի վերում, եթե մենք մեծանում ենք, էլի տենց է, մենք մեր լավն ու վատը չենք իմանում, մարդը չի կարողանում տնօրինի իր ճանապարհը։ Հիմա պատկերացնում ես, քո հույսը դու լինես, կորար, կամ քո հույսը քո կողքին էլի կորար, ավելի վատ։ Քո հույսը պետքա ով լինի, քո փրկիչը։ Քո փրկիչն էլ չի կարող մոտենա քեզ, որովհետև քո սիրտը մաքուր չի։ Սրտով մաքուրներն են իրան տենում։ Քո սիրտը խի մաքուր չի, որովհետև քո մտքերն ու քո ցանկությունները քեզ խանգարում են, ոչ մեկին չեն խանգարում։ Ձեր ոչ մեկի ցանկությունը ինձ չի խանգարում։ Ինձ կարամ խանգարեմ մենակ ես։ Գիտեք չէ, որ մարդուն վատ բաներ ես ասում, շարքից ելնում է։ Բայց թարսի պես որ լավ բաներ ես ասում, էլի շարքից ելնում է։ Եթե մարդու ներսը ուղիղ չի Աստծո հետ, կապ չունի իրան ինչ ես ասում, մեկը ինքը շարքից ելնում է, տենց է մարդ։ Շատ անհաստատ է մարդը։ Երեմիա 17:9-ն էլ կարելի է կարդալ, գիտեք ինչ ա գրած։ Սիրտ ամեն բանեն ավելի խաբեբայ ու խիստ չար է։ Զանիկով կնա գիտնալ, ես Տերս, միտքը կքննեմ, սրտերը կփորձեմ, որպեսզի մարդուն իր ճամփաներուն համեմատ հացում անեմ։ Մենք ելել ենք ստեղից, որտեղ մարդու վերջը էսա։ Աստված իր համեմատ անելու է իրան, բայց ապաշխարությունը դա կանգնացնում է։